Խաչատրյանի տրիոն համերգային ծրագրով հերթական անգամ հանդես եկավ Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցի դահլիճում։ Սա տրիոյի բազմաթիվ մարզային ծրագրերից մեկն էր, արդեն 7-րդ տարին է բարեկամական կապեր են հաստատվել տրիոյի եւ Վանաձորի երաժշտական դպրոցի միջև։ Վանաձորցի երաժշտասերները դասական երաժշտության այս եւ նմանատիպ համերգային ծրագրերի իսկապես սպասում են։ Շատ ջերմ է, շատ անկեղծ է արձագանքում, մենք մեծ սիրով ենք գալիս այստեղ, նվագում ենք եւ դպրոցում եւ նաեւ ուսումնարանի դահլիճում եւ ուրախ ենք, որ մեզ միշտ այստեղ սպասում են։ Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում սովորում են դասական երաժշտության զարգացման կրթաթոշակառուներից մի քանիսը։ Այս առումով Վանաձորը յուրահատուկ տեղ է գրավում Արամ Խաչատրյանի տրիոյի գործունեության մեջ։ Այցելությունները մարզեր ոչ միայն համերգային ծրագրերով, այլև վարպետության դասերով են առանձնանում 3 երաժշտական գործիքների համար՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ։ Արդեն 3-րդ տարին է Վանաձորում վերաբացվել է թավջութակի դասարան։ Ցավոք սրտի արդեն Վանաձորում թավջութակահարների դասարանը փակվել էր եւ նայելով դեպի ապագա մենք պետք է մտածենք վաղվա սերունդի մասին եւ պետք է մտածենք թե ինչ սերնդափոխություն է լինելու։ Այդ իսկ պատճառով Տիկին Իսրայելյանի հետ համագործակցելով բացեցինք այստեղ թավջութակի դասարան եւ արդեն ունենք 3 աշակերտ, որոնց հետևում է մեր տրիոյի թավջութակահար Կարեն Քոչարյանը։ Դաշնամուր Արմինե Գրիգորյան, ջութակ Կարեն Շահբազյան, թավջութակ Կարեն Քոչարյան։ Արամ Խաչատրյանի տրիոյի կողմից ներկայացվող դասական երաժշտության համերգային ծրագրում ընդգրկված էին Ռախմանինովի, Արենսկու, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, փոխադրումներն արված էին հատուկ տրիոյի համար։ Միք հեռուստաընկերություն լուրեր։